Նախացեմ, որ այսօրվա քննարկման ընթացքում մենք առնչվելու ենք 3 հիմնական թեմաների հետ, խոսելու ենք 3 կարևոր թեմաներից, առաջինը, որոնք են մարտահրավերները կիբերանվտանգության ոլորտում եւ ինչ հնարավորություններ կան այս դաշտում, երկրորդ անպայման կանդրադառնանք պետական մասնավոր համագործակցությանը կիբերանվտանգության ոլորտում եւ իմ ամենասիրելի թեմաներից մեկը, որը ես շատ կարևորում եմ, դա Հայաստանում իրազեկման եւ կրթության կարևորությունն է համապարփակ գիտելիքի տեսանկյունից եւ այս 3 թեմաների ընթացքում բոլոր խոսնակները հնարավորություն կունենան հետադարձ կապով մեզ այս հարցերի պատասխանը տալու։ Ես կուզեի սկսել առաջին թեմայից, որոնք են նախ կուզեի ճշտել արդյոք տեխնիկապես ամեն ինչ կարգին է, արդյոք մեր խոսնակները ամեն ինչ լսում են, թարգմանությունը կա, շատ լավ։ Դե ինչ, սկսենք մարտահրավերներից եւ հնարավորություններից, սկսենք նորին գերազանցություն Ջոն Գալագերից։ Նորին գերազանցությունը երկար տարիներ աշխատել է դիվանագիտական ծառայությունում եւ ակտիվորեն նպաստում է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացմանը։ Եվ ներառյալ կիբերանվտանգության ոլորտում պարոն դեսպան մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ Silicon Mountain-ի հարթակում։ Առաջին հարցը կուզեի ուղղել հենց ձեզ, ինչպես է Միացյալ Թագավորությունը արձագանքում կիբերսպառնալիքների արագ փոփոխություններին եւ ինչպես է Միացյալ Թագավորության կառավարությունը սահմանում ռազմավարական ուղղություններն այս ոլորտում։ Խնդրեմ։ Well, thank you very much for the question and thank you very much for the opportunity to be here today. I think this is a really important topic and it's great to see so much interest here in the room. Cybersecurity is extremely important for the UK because we recognise it offers both enormous opportunities, the technological opportunities that are across all sorts of different sectors, but also there are a lot of associated risks that need to be managed too. And I would say the principle that the UK adheres to is that this is not just a problem for government to solve. This is a problem for governments to work with businesses, educators, citizens to understand how we can all contribute to creating an environment where technology supports us and the risks are managed effectively. And with that in mind, we introduced in 2022 the National Cybersecurity Strategy, and that has 5 components, 5 pillars, which are, very briefly, supporting the ecosystem, so the UK skills base around technology, making sure we have the skills that we need to manage technology. It supports our resilience, both government systems and support businesses have resilient systems. It supports us develop emerging technologies like quantum, AI, that kind of thing. We also recognise that there is a leadership role, an international leadership role, so working with other countries to develop a system that works for all, not just the UK, but partners. And then the 5th and final one is around managing threats, because we understand that we have vulnerabilities and that there are actors out there, state actors as well as criminal actors that want to exploit those vulnerabilities. So we want to support citizens, businesses, institutions, manage those risks in order to maximize the opportunities. Thank you, Your Excellency, for their feedback. And մենք ձեզ անպայման կվերադառնանք, ձեզ երբես մեկ անգամ կվերադառնանք մեկ այլ հարցով կապված պետական մասնավոր հատվածի համագործակցության մասով, սակայն այս պահին կուզեի համեմատել մոտեցումները Միացյալ Թագավորության եւ Հայաստանի Հանրապետության եւ հարցս ուղղել պարոն Ռալֆ Երիկյանին եւ Կոմիտաս Ստեփանյանին։ Դե Ռալֆ Երիկյանին ներկայացնելու կարծիք կարծում եմ չկա, բայց կարճ անդրադարձ կենսագրական պարոն Երիկյանը հսկայական փորձառություն ունի հեռահաղորդակցության ոլորտում, սկսած դեռևս 1999 թվականից, երբ նա անձամբ մեծագույն ներդրում է ունեցել Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործում, իսկ հեռահաղորդակցությունը, ինչպես գիտեք, դա այն ոլորտն է, որի անվտանգությունն առնչվում է անձնապես բոլորիս հետ։ Պարոն Երիկյան, Հայաստանում հաճախ մենք լսում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանելու պարտավորվածություններ որդեգրելու մասին,
Ինչ է դա նշանակում կիբերանվտանգության ոլորտում եւ ինչ հնարավորություններ է տալիս։ Եվ դուք որպես գործադիր տնօրեն Ucom-ի ինչպես եք այդ համապատասխանությունը ներդնում Ucom-ում որպես կազմակերպություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Միջազգային ստանդարտներ նշանակում է ներդրել միջազգային ստանդարտներ կազմակերպությունում ISO ստանդարտներ, այս դեպքում, եւ որ մենք խոսում ենք տեղեկատվության անվտանգության մասին, մենք խոսում ենք 27001 միջազգային ստանդարտի մասին, որը բարգավաճեցնում է ունենալ համապատասխան գործիքակազմ ներդրված կազմակերպության ներսից, որը ստիպում է կազմակերպության պաշտպանել համապատասխան տվյալները, լինի բաժանորդների հետ կապված, լինի անձնական տվյալների պաշտպանության հետ կապված, եւ դա ոչ թե ներդրվում է մի անգամ, այլ ներդրվում է եւ ինքը ստիպում է կազմակերպության համապատասխան ներդրումներ անել ծրագրային եւ սարքավորումների առումով եւ յուրաքանչյուր տարի կամ յուրաքանչյուր 2 տարին այդ միջազգային կազմակերպությունը գալիս է եւ համապատասխան ստուգում աուդիտ անում է, որ տեսնի թե մենք դա ներդրել ենք համապատասխան վարտավորությունները կատարել ենք եւ մենք հետևում ենք այդ պահանջներին կամ ոչ եւ եթե մենք դա չենք արել ինքը դա մեզանից վերցնում է մյուս կողմից մեր ոլորտի կարգավորողը դա մեզանից պահանջել է արդեն նորմատիվ ակտ կա որ մեզ ստիպել է մենք ունենանք այդ միջազգային ստանդարտները որ մենք իրականացնենք այս տվյալների պաշտպանությունը այսինքն առաջ կարող է կմահաճիկի պատմություն լինի կամ կմահաճուկի ինչ որ իրավիճակ լինի այսօր դա օրենքի պահանջ է նորմատիվ ակտ է որը պահանջում է մեր ոլորտում գործող կազմակերպություններին կամ օպերատորներին այս միջազգային ստանդարտը ունենանք իրարեն որ կարողանան իրենք գործունեություն իրականացնեն հատկապես եւ որ աշխատում են ինչ որ բաժանորդների տվյալներով կամ մշակում են վերլուծում են բաժանորդների տվյալներ կամ եթե ուզում են այստեղ շեշտադրեմ մասնակցեն ինչ որ pedagogan մրցույթների տենդերների եւ առանց այս ստանդարտը ներդրած ունենալ չեն կարող մասնակցել այդ մրցույթներին Շնորհակալություն փաստացի շատ միջին եւ խոշոր կազմակերպություններ խուսափում են նման տեխնոլոգիաներ ներդնելուց կազմակերպություններում, որովհետև համարում են, որ դա շատ թանկ ներդրում է եւ չեն գիտակցում երբեմն, որ այն կորուստը, որ կարող են կրել դրա բացակայության պարագայում, շատ ավելի թանկ կարող են նստել կազմակերպության վրա եւ այս առումով կարծում եմ այս գոնությունը Ucom-ը պահում է եւ հասարակությունն էլ այդ մասով կարող է հանգիստ լինել։ Այս թեմայով կուզեի նաեւ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներդրվող տեխնոլոգիաների եւ քաղաքականություններին եւ հարցս ուղղել պարոն Կոմիտաս Ստեփանյանին, ով չգիտի, պարոն Ստեփանյանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ՏՏ եւ կիբերանվտանգության բաժնի տնօրենն է, ով տարիների գործունեությամբ մեծապես նպաստել է ֆինանսական համակարգի թվային անվտանգության զարգացմանը եւ բանկային ոլորտի թվային տրանսֆորմացիայի նախաձեռնողներից է, ինչի համար շնորհակալ ենք ձեզ, պարոն Ստեփանյան։ Քանի որ բանկային ոլորտը կարելի ասել առաջնամարտիկ էր թվային տրանսֆորմացիայի մեջ եւ հենց բանկային համակարգից սկսվեց Հայաստանում թվային տրանսֆորմացիան, կարող եք մանրամասնել, որոնք են կառավարության ռազմավարական տեսլականները, ինչ քաղաքականություններ են այսօր մշակվում ֆինանսական ոլորտում կիբերանվտանգությունը եւ դիմակայունությունը բարձր պահելու նպատակով։ Պարոն Ստեփանյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես դալիճում տեսնում եմ բազմաթիվ երիտասարդների, ինչը ինձ անմիջապես շատ մոտիվացնում է, որովհետև այն գիտելիքը, որ ստեղ մենք փորձում ենք շեյր անել եւ սովորել մեր երիտասարդներից, իսկապես ապագան տանող լավագույն ամենակարճ ճանապարհն է։ Հարցի համար ես կփորձեմ շատ համեստ կարծիք ասել, որովհետև այստեղ նստած է պարոն Երիցյանը իմ կողմից շատ սիրելի, ում ղեկավարությամբ է կենտրոնական բանկը սկսել ֆինանսական համակարգի թվային տրանսֆորմացիան, որը հետո ի պատիվ կենտրոնական բանկի եւ ի պատիվ պարոն Ներսես Երիցյանի դարձավ Հայաստանի Հանրապետության կառավարության երկիրը թվայնացնելու եւ ճիշտ ձևով թվայնացնելու ծրագիր։ Տեսեք, ես ուզում եմ, որ մեր պանելը անմիջապես ինչ որ ձևով փորձենք կպցնել նախորդ պանելին, որտեղ մենք խոսում ենք ի վերջո challenge-ների եւ հնարավորությունների մասին։ Ավտոմատիզացիան եւ AI-ը ուղիղ կապ ունեն թրիթերի հետ։ Այո, փորձենք այդ թելը տանել եւ քանի որ դրսում ցուրտ է, ես մի քիչ տաքացնեմ էլի մեր դահլիճը։ Տեսեք,
Եթե մենք խոսում ենք կիբերանվտանգության մասին եւ թվային տրանսֆորմացիայի մասին, իմ համեստ կարծիքով, եթե մենք թվային տրանսֆորմացիան սկսում ենք առանց բավարար չափով կիբերանվտանգության մասին մտածելու, ապա դա նման է նրան, որ մենք սարքում ենք տուն, ընդ որում բարձրահարկ, առանց մտածելու այդ տան հիմքի մասին։ Իսկ նման տունը շատ հեշտ քանդվում է։ Եվ հետեւաբար, երբ որ մենք մտածում ենք ինչպես սկսել թվային տրանսֆորմացիան, Հայաստանի Հանրապետության ֆինանսական հատվածում եւ հետո ինչպես ասացի, պետական հատվածում, մենք հասկացանք, որ կիբերանվտանգությունը դա մեր երկրի տրանսֆորմացիայի հիմնասյուներից մեկն է։ Հաջորդ երկուսի մասին չեմ խոսի, որտեղ պարոն Երզյանը էապես ավելի լավ կխոսի։ Բայց ուզում եմ մի հատ ռեֆլեքսիա անենք նախորդ մեր պանելի հետ կապված AI-ի մասին խոսեցինք։ Իմ նախորդ գործընկերներից մեկը, ով նստած էր ոնց որ թե իմ տեղում կամ այս տեղում, գեղեցկուհին, ով հենց հիմա նայում է ինձ, Սվետլանա Ջաղասպանյան։ Սվետլանա Ջաղասպանյանը խոսում էր AI-ի օգտագործման մասին եւ մեկ ուրիշ գործընկեր AI-ը համեմատեց մուրճի հետ։ Մուրճով կարելի է մեխել, բայց մուրճով կարելի է մեկի գլուխը ջարդել։ Միշտ նախընտրելի է առաջի տարբերակը։ Ես փորձեմ AI-ը համեմատել կրակի հետ։ Կրակով կարելի է տաքանալ, կրակի օգնությամբ կարելի է ուտելիք պատրաստել, բայց եթե կրակի հետ չգիտես ինչպես վարվել, վարվելու ես։ Հիմա հարց վախենանք չխաղանք կրակի հետ, թե հասկանալով խաղանք կրակի հետ։ Օգտագործենք AI, կիբերանվտանգության եւ այլ հարցերում, թե ոչ։ Երբ Սվետլանը նստած էր այստեղ, ես իրեն LinkedIn-ով friend request ուղարկեցի, այսպես ասած, փորձելով գտնել Սվետլանայի մեյլի հասցեն, դա ամենակարճ ճանապարհն էր։ Ունենալ Սվետլանայի մեյլի հարցեն եւ հասկանալ արդյոք Սվետլանան երբ օգտագործում է Canva, իսկ ինձ հայտնի է որ Canva-ն 2 տարին մեկ առնվազն ջարդվում է հակերների կողմից, վերջի անգամ մի 1.5 ամիս առաջ է ջարդվել։ Հաշվի առնելով որ այստեղ ինտերնետը ընդհանրապես վատ է աշխատում ու խնդրեմ պարոն Երիկյանին օգնի որ այս հատվածում ինտերնետը մի քիչ լավանա որովհետև նման հրաշալի միջավայր այդտեղ սարքված մենք ստեղ չունենք ինտերնետ 21-րդ դարում ամոթ է մեր երկրի համար այդքանով հանդերձ չսպասելով որ Սվետլանան կընդունի իմ mail friend request-ը որպեսզի ես իր մեյլի հասցեն ունենամ որովհետև ես շատ անհամբեր եմ տեսնում եք մի քիչ արագ եմ խոսում այդ վերջում լսվում է տաքանում եք Ինձ հաջողվեց շատ վատ կապի պայմաններում 30 վայրկյանում ակնոցներս դնեմ որ լավ տեսնեմ 30 վայրկյանում գտնել որ Սվետլանան սիրում է ոչ միայն Canva-ից օգտվել, այլ օգտվում է Trello-ից, որի տվյալները արտախոս բաժանորդ եք կամ Ucom-ի բաժանորդ եք։ Ucom-ի բաժանորդ եմ։ Շատ emergency call-ա ցույց տալիս մենակ Ucom-ը։ Wi-Fi-ին ինչի՞ չեք միացած։ Ձեր նախ Wi-Fi-ին ես public Wi-Fi-ներին չեմ միանում, պարոն Երիկյան ջան։ Password-ով է, password protected։ Ձեր password-ը ես հենց հիմա կարամ տանեմ, եթե շատ ուզեք, դա հարցը չի լուծում։ Ես օգտվում եմ ձեր նախորդ ընկերության Եթե ինչ կենտրոնական բանկը VI բաժան։ Որը թույլ է տալիս ինձ շատ դժվարությամբ Սվետլանայի վերաբերյալ որոշ public տվյալներ տանել։ Trello-ից եմ կարողացել տանել, շարունակեմ։ Ուրեմն Lumia PDF-ից, որ շատ եք օգտագործում Եվ ի վերջո Սվետլանա ջան, ես շատ քիչ ջանքեր ներդնելով հասկացա, որ դուք ծնվել եք 1990 թվականին, իսկ ծննդյան տարեթիվը օգտագործել գաղտնաբառի մեջ լավ պրակտիկա չի։ Բարձա։ Հիմա ինչ կուզեմ ասել, AI-ը հրաշալի գործիք է, որպեսզի մենք կարողանանք այո challenge-ներին դիմակայել, բայց եկեք AI-ին վերաբերվենք որպես կրակ, որի հետ պետք է սովորենք ինչպես խաղալ։ Կենտրոնական բանկը հետ գամ սենց։ Հետ գալով հարցին եւ քաղաքականություններին։ Ամփոփեմ, Կենտրոնական բանկը, պարոն Երիկյանը շատ լավ շեշտ դրեց, Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության առաջին կառույցն է եղել, ով ներդրել է ISO 27001։ Ու չգիտեմ, հետաքրքրությամբ բարեբախտաբար ես եղել եմ Կենտրոնական բանկի առաջի աշխատակիցը, ով զբաղվել է հենց այդ ստանդարտի ներդրմամբ, որի համար իսկապես ուրախ եմ, որովհետեւ արդյունքները շատ լավն են։ Կենտրոնական բանկը մշտապես հետևում է միջազգային լավագույն փորձին, բայց այդ փորձը եւս հասկանալով է փորձում ներդնել, որովհետեւ ամեն ինչ որ մենք անում ենք առանց հասկանալու, այդ իմ համար այդ երկար տուն սարքելն է, որը հետո փլվելու է մեր գլխին։ Եկեք հասկանալով սարքենք, ինչ որ սարքում ենք, շնորհակալություն կներեք, որ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան։ Զգոնության կոչի համար հատկապես։ Եվ այժմ ցանկանում եմ մի փոքր ընդլայնել քննարկումը միջազգային փորձաքննություն եւ փորձառություն բերելով մեր քննարկմանը եւ հարցս ուղղել Քիրեն Քեսեդին
ով CIA Systems ընկերության անվտանգության սպառնալիքների եւ ռիսկերի գնահատման ղեկավարն է, որտեղ դա ղեկավարում է տարաշրջանակի մշակումն ու իրականացումը կրիտիկական ազգային ենթակառուցվածքների պաշտպանության համար եւ հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք այսօր մարզում, Լորիում, ենթակառուցվածքների պաշտպանության հարցը մեզ համար նույնպես կրիտիկական է։ Պարոն Քեսիդի, հաշվի առնելով ձեր ընդարձակ մեծ փորձը տարաշրջանակի մշակման եւ կառավարությունների հետ աշխատելու շրջանակում որպես խորհրդատու, որոնք եք համարում Հայաստանի նման զարգացող երկրների համար ամենահրատապ ժամանակակից մարտահրավերները, հաշվի առնելով մեր դիրքը նաև որպես աշխարհաքաղաքական դիրք եւ արագ թվայնացվող երկիր, այսինքն մենք արագ process-ների մեջ ենք որպես երկիր հիմա գտնվում, ձեր դիտարկումն այս մասով։ So, I think there's challenges and opportunities, and I think cyber is often a two-sided coin, and you have to balance both those things to understand really how you deliver anything. And today we've spoken briefly about kind of regulation and ISO standards and how we kind of deliver that at scale and pace across potentially our critical national infrastructure. That is an opportunity for change. There is an opportunity in building much more resilient systems and securing infrastructure for the benefit of not only the technology providers and service providers, but also for the people of Armenia, giving them secure services that they can rely upon. And that's really important and something that in the UK that we focus on. So, You are back, resilience Mr. is Cassidy, really yeah. important because we need to make sure, right, that our power is consistent, that we can deliver our functional services. So government has a responsibility to deliver resilient services to you, the people of Armenia, right? So it's definitely important. I think the opportunity, though, lies from kind of how you integrate this relationship between regulation and then hindering kind of innovation, okay? So Armenia, from what I've engaged with, and I've only been here for the past kind of 24, 48 hours, seems like a really vibrant hub of technology. There's some real pride in the fact that you are technical people and you engage in technology in a particular way. And I think over-regulation may hinder some of that innovational spirit which you have in Armenia, and there needs to be a balance, and I think that that's really important. In terms of critical national infrastructure, we definitely like regulation, and it allows us to prevent, identify, detect attacks that come onto our systems. And certainly at kind of BAE Systems and more broadly in the British government, we really do care about that. So it's about kind of using the frameworks, using those kind of regulations to innovate and overcome advanced and persistent threat actors which target us on a daily basis. I think. Thank you, Mr. Cassidy, for the global perspective. Այս global հեռանկարները շատ կարևոր են մեզ համար, որպես զարգացող երկիր հասկանալու համար ինչպես կարող ենք օպտիմալ շարժվել առաջ եւ լավ արդյունքներ ունենալ։ Սիստեման խանգարվել է, արդյոք վերջում լսվում է ձայնը, ձեռք բարձրացրեք։ Հա, լսվում է ձայնը, շատ լավ։ Կուզեի հիմա խոսքս ուղղել պարոն Ստրաներին, ով բերում է ընդարձակ գործառնական փորձ NetScout-ից, NetScout-ի աշխատանքից զարգացող շուկաներում, Իվան Ստրաներո NetScout-ի տարածաշրջանային ղեկավարն է, ով ունի կիբերանվտանգության ոլորտում տասնամյակների փորձ եւ համաշխարհային առաջատար ընկերության հետ ակտիվորեն աշխատում է զարգացող շուկաներում տեխնոլոգիական անվտանգության լուծումներ առաջարկելու գործում։ Պարոն Ստրաներո, որպես NetScout-ի տարածաշրջանային ղեկավար, դուք ականատես եք եղել տարբեր զարգացող երկրներում կիբերանվտանգության զարգացումներին եւ ինչ կարեւոր մարտահրավերներ եք դուք տեսնում Հայաստանում, որոնք դուք կնշեիք, highlight կանեիք, այսպես ասած, որպես ամենաառաջնահերթ եւ ինչ լուծումներ կարող եք առաջարկել որպես խորհրդատու այս մասով։ Okay, first of all, yeah, it works. First of all, good afternoon. For me, it's the first time I am in Armenia, so for me, I am very proud to be here and to be part of this important conference. What I and my company do in the world, we help companies to be safer. We help the internet to be better protected.
our main focus of today of the cyber security is to protect against cyber attacks, what we call it generally DDoS, distributed denial of services. So I want to focus. I know that cybersecurity is a much wider argument, but cyber attacks are having a very important part in the threat to the security of every country, of every organization. Having said that, so I am 17 years that I'm working in this company, so let me say that 17 years ago, DDoS attacks were basically even almost non-existing. So for me, every country is an emerging market because I saw, in my experience, I saw every single provider or organization adopting this cybersecurity measure to protect themselves and to protect their users and their customers. So for me, it's a wider argument. I took care in the Italian, I am Italian, I come from Italy. I help all the Italian organization to protect. I work in the Mediterranean area, in Central Eastern Europe, and now in Caucasus area is my next challenge. So what I can tell you, what are the challenges? In my opinion, the most important one is a dual factor. The importance that security means, and connected to this, the budget. Okay? Because talking about security is not just ticking a box and installing an application and say it works or it doesn't work, and then complaining the first time there is an attack. It means education, self-awareness, learning, but we will discuss later. We will discuss it later. Thank you, Mr. Straniero. Okay. One of the example that we want to help to understand is that this kind of DDoS attack are not in a single point. You are not protected only using a single protection in a single point. There is a common understanding that against the cyber attack, a multi-layer protection is the right solution. And one of the challenge that I can see here, one of the example, is to make you understand why the multi-layer protection is important. And as an opportunity, I think the opportunity is for service provider or big system integrator. So there is a dual decision. I buy the security or I build the security on my own. Every organization is in front of this decision. What should I do? Should I build on my own or should I buy through managed services? So the MSSP, because there are pros and cons on both sides, I think the opportunity is the MSSP market, which is a new coming opportunity. In-house solutions are not the best way to do that, I think. As a media specialist, I'm having that challenge every day. Thank you, Mr. Straniero. Հիմա կուզեի, որ մենք մի փոքր նաև խոսեինք բացի մարտահրավերներից եւ հնարավորություններից, նաև պետական եւ մասնավոր հատվածի համագործակցության մասին, եւ այս մասով հետաքրքիր է խոսնակներից յուրաքանչյուրի փորձառությունը, կսկսենք թերևս պարոն Դեսպան ձեզնից, հետաքրքիր է թե Միացյալ Թագավորությունում ինչպես է պետական մասնավոր հատվածը համագործակցում, որոնք են եղել լավագույն մոդելները համագործակցության եւ արդյոք ձեր կարծիքով դրանք կիրառելի են փոքր զարգացող տնտեսություններում։ Շնորհակալություն։ Does this work? Yes. Yeah, I think that's a really important question because, as I said previously, this isn't something that the government can do by itself. We rely on the expertise in the technology industry to be able to provide the support, the tools to enable positive outcomes. And the UK is a real centre of expertise in terms of the tech sector. There are more than 2,000 companies that are focused on cybersecurity
And so we've got a great pool of talent to draw on. The challenge is how to do it effectively, and we feel that public-private partnerships are a really good model that have worked for us, and I think can work more broadly. And we're also very conscious of how this relates to making sure that parts of our infrastructure that are critical national infrastructure are managed in a way that involves companies that we can trust. So there is a system for ensuring that companies that have a crucial role are regulated and are accredited in a way that provides trust both to government and to other customers. And I would say one other thing that I really welcome is Armenia's cooperation in terms of the threat of ransomware, because we're seeing that that's a really growing area of threat, and Armenia has joined the Ransomware Initiative, which is a global network that allows countries to work together to manage this risk effectively. So we feel that through effective partnerships with companies like BAE Systems and others, and through countries working together in regulatory partnerships, that will achieve the best outcomes. Thank you, Your Excellency. Պարոն Երիկյան, ձեզ եմ ուզում ուղղել նույն հարցը, արդյոք պետությունն ու մասնավոր հատվածը կարող են գործել առանձին, թե փոխգործակցությունն անխուսափելի է, եւ որն է ավելի արդյունավետ, եւ ինչպես կարող ենք բարելավել այդ համագործակցությունը, եթե մենք գտնվում ենք այն իրավիճակում, որում որ գտնվում ենք այսօր որպես պետություն։ Միանշանակ ամուսնությունը ճիշտ է։ Այո, արդեն գործում են առանձին, բայց որոշ ծրագրերի շրջանակում գործում են միասին, բայց ճիշտը հերանեկարային առումով գործեն միասին։ Երկրի համար, տնտեսության համար պետք է գործեն միասին, պետք է այս միավորումը միասնություն ստեղծի եւ պետք է միասին գործեն, որտեղ հզորությունը միասնականության մեջ է։ Ի վերջո ռազմավարությունը թելադրում է Այո, մասնավորը ունի իր հնարավորությունները, ունի իր փորձը։ Ճիշտ է, պետությունը ունի դարբեր ռազմավարություն, ունի դարբեր տեսլական, այսպես ասած, մասնավորն ունի իր բիզնես պլանը, ունի իր բյուջեն, ունի իր հաշվարկները, բայց այստեղ կա երկրի շահը, կա այստեղ երկրի ռազմավարությունը եւ կա այստեղ տնտեսության շահը եւ բոլորս պետք է համախմբվենք այս տնտեսության ու երկրի շահի շուրջ եւ պետք է միասին գործենք։ Այսօր կա որոշ նախաձեռնություններ, կարող եմ ճակերտավորված ասել ամաչող կայլեր կան, baby steps, այսպես ասած, բայց դրանք պետք է զարգանան ու ավելի ավակ կայլերի վերածվեն եւ ավելի այսպես հավակնոտ կայլերի վերածվեն եւ միասին ավելի մեծ կայլերի գնանք առաջ միասին։ Ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում, որ յուքոմը համագործակցում է այս մասով պետական մարմինների հետ, այսինքն պրակտիկայում դուք կիրառում եք այդ համագործակցությունը։ Մեր ոլորտը համագործակցում է, եւ բայց ես խոսում եմ ընդհանուր առմամբ, համագործակցությունը ավելի պետք է սերտացվի եւ ավելի պետք է խորանա ու դա բխում է մեր երկրի շահից։ Շնորհակալություն, պարոն Երիկյան։ Հարցս կուզեմ ուղղել Քիրոն Քեսիդին, եթե կարելի է, հիմնվելով տարբեր կառավարությունների հետ ձեր աշխատանքի փորձի վրա, որոնք են կիբերանվտանգության ոլորտում հաջողված պետական մասնավոր հատվածի համագործակցության դեպքերը, եթե կարող եք հիշել, վերհիշել 1-2 հաջողված փորձ, արդյոք դրանք կիրառելի կլինեն Հայաստանում։ So I think this relationship between kind of the public and the private sector is really important, and getting it right can be quite complicated. But in general, I think that that the UK government does it quite well in the fact that it kind of pushes the best to the top, so that we're constantly competing and innovating to win work and deliver into government, because we all want to be part of that collective story. And then it forces that investment of innovation in our people. You know, cyber is a people problem, and it definitely needs kind of support from both government and private sector in terms of investment. Where I've seen it be successful is making sure that you have
like the right providers and technologies that are appropriate to you as a country. And typically you can sometimes be sold by a particular vendor or by a particular technology stack, and that might not necessarily work for you as a state. Typically, it might be based on a particular group of threats that might not be relevant to you. So I think with any sort of kind of procurement or engagement with private sectors, it's important that you kind of choose a vendor that understands you as a country and is invested in kind of that kind of sovereign capability, you know, that ability for you to kind of grow as a nation. In the UK, I think it's ubiquitous, to be honest, between the relationship between industry and government. I think in CNI particularly, which is where I focus, around 80% of our critical national infrastructure is owned by the private sector. It's regulated a lot by government, which is the right approach. But that relationship could not work if we didn't have very good interconnectivity, good competitive market where, you know, as the ambassador has mentioned, we have a strong cybersecurity sector. So I think it's a multifaceted problem. For Armenia, what I would say is like, you probably wouldn't go far wrong if you invest in people. And I think the fact that everyone is here today is a great opportunity for you to collectively come together as a technology and a cyber people to drive innovation in the future. So I think that answers your question. Innovation's hard. Creating that segue between kind of private and public sector will be difficult up front, but the benefits will, in the long run, will be, awesome. So yeah. Thank you for recommendations, Mr. Cassidy. Եվ պարոն Ստեփանյան, կուզեի նաև դուք անդրադառնայիք այս հարցին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որևէ քաղաքականություններ մշակում է արդյոք առհասարակ ֆինանսական դաշտի եւ պետական մարմինների միջև համագործակցությունը բարելավելու մասով, կան արդյոք ինչ-որ քայլեր, որ ձեռնարկում է վերադառնալով Հայաստան եւ մեր իրականություն, փորձենք հասկանալ ինչ եք անում դուք այս պահին։ Շատ լավ, փորձեմ պատասխանել, զալում լսվում է վերջում։ Մեր հետ եք։ Շատ լավ։ Հարցը ձեզ աղոված։ Ով գիտի զալում առաջ շարքի մարդկանց խնդրում են չարձագանքել, պարոն Արմեն ջան, ձեզ, պարոն Բալդերյան, ձեզ, պարոն Երիցյան, դուք երկուսով համոզված եմ գիտեք այս հարցի պատասխանը, երիտասարդներին եմ հարցնում։ Ով գիտի մեր երկրի CIO-ն ով է։ CIO-ն բացվում է որպես Chief Information Officer։ Դուք գիտեք։ Ոչ մեկ չգիտի։ Դուք էլ գիտեք։ Հա դե պանելի մարդիկ էլ գիտեն։ Տեսեք, մեր երկրում վերջի տարիներին իրական շատ լավ զարգացումներ են տեղի ունեցել։ Ու ցավոք մեր երիտասարդները օրինակ դրա մասին չգիտեն։ Օրենքներ չենք կարդում։ Ահա, մենակ կարդալը քիչ է։ Ճիշտ բաներ պետք է կարդալ ու գրքեր։ Հիմա ես լավագույն մասնագետը չեմ public-private partnership-ի մասին խոսելուց, բայց շատ փոքր ներդրում ունեցել եմ դրա համար այդ փորձառությունով կիսվեմ։ Եվ որ կենտրոնական բանկը կառավարության աջակցմամբ ստանձնեց երկրի թվային տրանսֆորմացիայի պիոների դերը, մեր երկրում ստեղծվեց Information System Management Board, ISMB Board, եւ մեր երկրի CIO-ն, Chief Information Officer-ը, մեր երկրի փոխվարչապետներից մեկն է, պարոն Մեհեր Գրիգորյանը համարվում է մեր երկրի CIO-ն, որի ղեկավարման ներքո գործում է խորհուրդ, որտեղ կենտրոնական բանկի նախագահն ունի մեկ ձայնի իրավունք եւ մեր երկրի թվային տրանսֆորմացիային վերաբերվող բոլոր նախագծերը քննարկվում են եւ պետք է հավանություն արժանանան այդ բորդում։ Կենտրոնական բանկը իր բնույթով public-private partnership-ի նույնիսկ առաջամարտիկը չի կարող լինել, որովհետեւ մենք օրենքով ունենք մեր կա, հեսա կլինի, հեսա դրան գալիս եմ, որովհետեւ պարոն Երիցյանը ինձ եւ որ ես ջահել էի, դա մի 3 տարի առաջ էր ու պարոն Երիցյանը մեր մոտ էր, ինձ մի ամբողջ պերիոդում ծեծում էր, բայց ոչ ֆիզիկական ծեծելու մասին է խոսքը, ու ինձ ասում էր դու պետքա public-private partnership-ի, չգիտեմ ինչ գրես։ Ես ասեմ պարոն Երիցյան, ես вообще դրա մասնագետը չեմ։ Ու մի անգամ պարոն Երիցյանը, երբ որ մենք տարեկան պլաններն էինք հաստատում, ես այդ զալում չեմ եղել, պրիտոմ հետո recording-ն եմ վերցրել նայել եմ, պարոն Երիցյանը իր ավաբաներին ասում էր թե կոմիտասը ոնց է էդի գրել, բայց ես չգիտեմ, էդի ոնց եմ գրել, պարոն Երիցյանը դուրը եկել էր։ Ինձ մի 600 փաստաթուղթ էր տվել, ասում էր, «Ես պետք է կարդաս»։ Ես սկսեմ լարվել, պարոն։ Երկու էջում պետք է գրես։ Հիմա ես դա չգիտեի ոնց պետք է անենք, բայց արել ենք։ Դրա արդյունքում վերադառնամ
կոնկրետ պատասխան տամ ձեզ։ Մենք այս պահին մեր երկրում ունենք միակ public-private partnership-ի օրինակելի օրինակը, ինչի համար օրինակելի օրինակը, որտեղ միջև այդ չենք ունեցել ու դրանից կարելի օրինակներ բերել, դա մեր կենսաչափական անձնագրերի նոր կենսաչափական անձնագրերի ստեղծման process-ն է, որը երկար գնաց եւ հասավ տրամաբանական ավարտին։ Այդտեղ կենտրոնական բանկը, նորից եմ ասում, մեր նախագահի leadership-ով, պարոն Երիցյանի մեծ ջանքերի գծով, որտեղ այդ ժամանակ պարոն Երիցյանը մեր պարոն Երիցյանը, հիմա էլ ամերը, բայց այդ ժամանակ կենտրոնական բանկի փոխնախագահն էր։ Հիմա շատ կարևոր գործ է անում, բայց այդ ամեն ինչը սկսվել է կենտրոնական բանկից եւ մենք այո trigger ենք արել, որպեսզի մեր երկրում կարողանանք մեկ լավ օրինակ ունենալ public private partnership-ի։ Բայց նաև այդ մասով ունեցել ենք threat-եր, հա, մարտահրավերներ կապված թվային տվյալների պետական Առանց threat-ի ոչ մի բան չկա։ Մենք որ գալիս էինք ստեղ այսօր, այնց մարախուղ էր, որ ես մի պահ ճանապարհից դուրս էի ընկնում։ Հիմա այդ threat-ից վախենայի չէի գա։ Ես էլ Շնորհակալություն պարոն Ստեփանյան։ Հիմա ուզում եմ, քանի որ մեզ շատ սեղմ ժամանակ է մնացել հաշվի առնելով օրակարգի, հա, մի քիչ շիֆտ լինելը, մենք կանդրադառնանք մեր երրորդ իմ ամենասիրելի թեմային իրականում, հասարակական իրազեկման եւ կրթության կարեւորության թեմային, եւ ես ուզում եմ, որ այո, ուզում եմ, որ այս մասին մի փոքր ավելի ծավալուն խոսենք։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մի շատ տաղանդավոր բժիշկ գրում է մի շատ ֆանտաստիկ դեղատոմս շատ վատ հիվանդությունից բուժվելու համար, բայց հիվանդը, պացիենտը չգիտի ինչպես այդ դեղատոմսը կիրառել։ Կարծում եմ այս մասով շատ կարևոր է, որքան էլ թվային տեխնոլոգիաներ մենք չներդնենք, ինչ համակարգեր էլ որ մենք չբերենք դաշտ, առանց հասարակության, լայն հասարակության իրազեկման ու կրթության մակարդակի բարձրացման այդ դեղատոմսը չի աշխատելու։ Այնպես որ ես կարծում եմ, որ այս թեման շատ կարևոր եւ կրիտիկական է այսօր, ոչ միայն մեր համար, այլև globally։ Պարոն Երիկյան, կիբերամտանգությունը փոխակերպման առանցքային մաս է, որքանով են հեռահաղորդակցման կազմակերպությունները այսօր ներառում կիբերամտանգային կրթությունը CSR, ԿՍՊ ծրագրերի մեջ եւ որքանով է ստացվում կրթել լայն հասարակություններին այս մասով։ Գրտելուց առաջ պետք է կազմակերպության կամ ընկերության ներսում աշխատողները հասկանան, թե ինչ է նշանակում կիբերամտանգություն կամ ինչ է նշանակում դեկատվական անվտանգության կառավարման համակարգ կամ ինչ է նշանակում պաշտպանվել։ Այդ մտածելակերպը պետք է հասունանա, որտեղ այսօր կարող է ընկերությունը մեծ վերնակրերից խոսի կամ ավելի մեծ այսպես հետաքրքիր չագերտավորված սեքսի վերնակրերից խոսի, բայց դա փուչիկ լինի։ Ինքը պետք է այդ ուղղությամբ բավական բացատրական ուսուցողական աշխատանքներ տանի, որ մտավոր առումով եւ հոգեկան կամ հոգեբանական առումով ավելի ճիշտ պատրաստ լինի աշխատակազմը ու դրանից հետո սկսի համապատասխան ներդրումները ծրագրային եւ սարքավորումների առումով եւ քայլ առ քայլ գնա այդ ուղղությամբ, որովհետեւ միևնույն ժամանակ սխալ կլինի, որ մի անգամից ներդրումներ անի ու սկսի կոպիտ ծևով գիրարի ինչ որ մի գործողություններ, որտեղ դա կպահվի թիմադրողականության հետ ու դա կցախողվի։ Հետևաբար շատ կարևոր է ու շատ ճիշտ է միանշանակ վերևից սկսի այս կարոս արշավը դեպի ներքև, որտեղ ընկերությունը, որ կարողանա ընդունի, պետք է իրենք տեսնեն, որ ամենավերևից այս կապարախոսությունը ընդունված է ու ամենավերևից սկսի հիերարխիայով իջնի ներքև։ Այսինքն կորզաթիր դնորենից կամաց պիտի իջնե մինչև ներքև, որ տեսնամ, որ դա շատ կարևոր է, դա ռազմավարական կարևոր թեմա է, դա ռազմավարության անբաժանելի մաս է, ինքը բիզնես պլանում ալ նստած պետք է լինի, ինքը բյուջետում ալ նստած պետք է լինի, ինքը բյուջետի մեջ հատկացումներ պիտի ունենա, որովհետև եւ որ նստի բիզնես պլանում եւ բյուջետում, ինքը մտնելու է ամեն դնորենության մեջ, ամեն վարչության մեջ, ամեն բաժնի մեջ, ամեն ստորաբաժնի մեջ տեսնելու են ու հասկանալու են կարևորությունը, ինքը մտնելու է քննարկումների մեջ, այսպես ալ ինքը
մտնելու է եւ HR-նալ տրեյնինգների մեջ մտցնելու է եւ հետեւաբար ուսուցողական գործընթացն սկսելու եւ սկսվելու է աշխատանքները եւ կամած ինքը սերմացվելու է ողնացուցի մեջ, այսպես ասած, կազմակերպության եւ տարիների ընթացքում այս աշխատանքը դարվելու է ու դառնալու է անբաժանելի մաս առօրյա դառնալու ընկերության մեջ եւ իհարկե ծրագրերը միշտ պիտի տարմացվին, համապատասխան սարքավորումները միշտ պիտի տարմացվին ու ինքը դառնալու է ոնց որ հացուճուրը առօրյայի հացուճուրը ու այսպես է որ կազմակերպությունները կզարկանան ու դա կզարգացնեն ու դա կդառնա անբաժանելի մաս իրենց գործունեության մեջ։ Մենք խոսում ենք փաստացի կիբերամտանգային մշակույթ ստեղծելու մասին, culture կոչվածը։ Եվ այս տեսանկյունից պարոն Ստրանիերո, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը ձեր աշխատանքների ընթացքում, կառավարության, ռազմավարության եւ պլանավորման տեսանկյունից, ինչ կիբերամտանգային մշակույթների լավ փորձ եք Ստրանիերոյի, պարոն Ստրանիերոյին է հարցը ուղղված, ինչ ներդրված հետաքրքիր մշակույթների հետ եք առնչվել դուք, կիբերամտանգային մշակույթների, փոքր, միջին կամ խոշոր կազմակերպություններում, որոնք տպավորել են ձեզ որպես մշակույթ։ I believe that we as a vendor, we have a very important role in helping all the countries where we operate, not only to make the sales. Yes, we are not a no-profit organization, of course, but education is a very important aspect of our job. If we act ethically to protect, to work in a security environment, we have to be so honest and humble, not just to go and teach about how your product work, but to help customers to have a best practice on how to protect in general, no matter of the product. As an example, in the other hall, there is a war game organized by our local partner with us, where we are helping engineers to touch base during an attack, a cyber attack. So this is, in my opinion, one important role that the vendor has to have, other than the other traditional methodology that, of course, my colleague have better experience than me. Thank you, Mr. Straniero. Երբ խոսում ենք Հայաստանի մասին, մենք խոսում ենք սահմանափակ ռեսուրսներով երկրի մասին եւ ուզում եմ հարց ուղղել պարոն Kieran Cassidy-ին, աշխատելով նմանատիպ երկրների հետ, որպես խորհրդատու, ինչ մոտեցումներ եք տեսել, որոնք լավ են աշխատել ազգային կրթական համակարգում մշակույթը զարգացնելու մասով, կիբերամտանգային մշակույթը զարգացնելու մասով։ So I think I originally, I was mentioning cyber as a people problem. You obviously have a legacy of technical innovation and it wouldn't, I don't think, take a lot to pivot yourself towards cybersecurity. Use the skills and experience which you are generating through kind of innovative startups. The banks sound like they have a great approach, and provide people the opportunity. I think that's tends to be the limiting factor, is that people want to be involved. They want to go to hackathons. They want to engage in cybersecurity because it is an infinitely interesting subject. And I am someone who is absolutely addicted to cybersecurity because there is always a new attack. There is always a new approach. There is always a new threat actor which is operating in a new and novel way. And people will be interested. And you've got a lot of younger generation here, and I would speak to you all, hopefully, and say the sector that hopefully will be created for you in Armenia is exciting, deeply exciting, to get to the root cause of many problems. You get to engage with organizations, solve problems, reduce risks, vulnerabilities to the state. It is a fantastic environment. So I think giving people the opportunity to make a difference is really key. And in the UK, we definitely have that. We have a
a great bug bounty scheme where if you find vulnerabilities, you can report them. Our NCSC, our National Cybersecurity Centre, engages with teenagers to inspire them to take up a career in cybersecurity. We have a fantastic Girls First Cyber, which engages with young girls to push them and pull them into the cybersecurity industry, which is also fantastic. And that is sponsored by by us, BAE Systems, but also other providers in the UK. So the engagement with private public is really important. But I think opportunity, I think creating the opportunity and inspiring the younger generation to be involved in this infinitely interesting subject is definitely the key to kind of closing that skills gap which you have in Armenia. Thank you, Mr. Cassidy. Մենք իդեպ եթե բաց եք թողել եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեկ այլ մասնաճյուղում COAF-ի անցկացվում են այսօր կիբեր խաղեր, ինտերակտիվ խաղեր, որոնք նույնպես երիտասարդների շրջանակում այս մշակույթը զարգացնելու նպատակն են հետապնդում։ Հուսամ ներկա կլինեք, ես ինքս մասնակցելու եմ, հետաքրքիր է ինչպես են ձևավորվում հարցակումները եւ ինչպես պետք է մենք պաշտպանվենք, սա շատ լավ հնարավորություն է հենց այդ մշակույթի հետ շատ մոտիկից առնչվելու համար։ Եվ վերջում, քանի որ ինձ արդեն հուշում են, որ մենք շատ քիչ ժամանակ ունենք, ես մեկ ամփոփիչ հարց ունեմ բոլոր խոսնակների համար, կխնդրեմ, որ մեկական րոպեով փորձեք պատասխանել, ավելի գործառնական, ավելի կոնկրետ, 1-2 տարվա ընթացքում ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը կիբերամտանգության դիմակայունությունը բարձրացնելու համար, բարելավելու համար այս ոլորտը եւ մարտահրավերներին ավելի պատրաստված դիմակայելու համար։ Կխնդրեմ պարզապես հերթով, եթե հնարավոր է, ձեր պատկերացումներ այդ կոնկրետ քայլերի մասով, ինչ պետք է անենք մենք առաջիկա տարիներին։ Ես առաջարկ ունեմ, ինչպես որ այսօրվա օրերում պետությունը հայտարարման հետ կապված ակտիվ, այսպես ամենտեղ լսում ենք, ամենտեղ կարդում ենք, միգուցե կիբերամտանգության հետ կապված նույն արշավները անի, որ մարդկանց մոտ գիտակցության մակարդակը բարձրացնենք, որ ավելի գիտակցեն մարդիկ, թե ոնց օգտագործեն իրենց բանկային քարտերը, իրենց հեռախոսները, իրենց ծածկակրերը, իրենց ինչ որ պետք է պաշտպանեն իբրև անձնական տվյալներ պաշտպանեն։ Շնորհակալություն, նորին գերազանցություն, ձեր առաջարկները առաջիկա 2 տարվա մասով ձեզ ինչ պետք է արագ հրատապ անի Հայաստանի Հանրապետությունը դիմակայունությունը բարձրացնելու մասով։ Thank you. Well, I don't pretend to be a cyber expert, so take my advice with that in mind. But my observation is that cybersecurity is a journey without a destination. There will always be threats. There will always be a need to evolve. There will always, and other countries have also been on that journey. And so I think from where Armenia is, it can look at what has happened in other countries and how other countries have responded to that. I think the UK has a really positive story to tell, both through what we do well, what we have learned through our experience, and maybe where we've made mistakes, but we've now. And so I would encourage the Armenian community, cybersecurity community, to look to engage with us, and you will find that the UK has lots of willing partners with experience to share. Thank you for sharing that, Your Excellency. Շնորհակալություն։ Ինձ թվում է ես հարցերին մի քիչ երկար եմ պատասխանում, դրա համար նախորդ հարցին ինձ թողեցիք պատասխանել, բայց կարևոր բան եմ ուզում ասել։ Ասեք։ Քանի որ իմ գործընկերը ասեց empowering young generation is the key. I'm totally agree with you and with this small statement which is really very powerful. Ասեմ որ կենտրոնական բանկը արդեն 4-րդ տարին Հայաստանում կազմակերպում է CyberGen կոնֆերանս եւ դա դարձել է մեր համար brand, որտեղ gen-ը դա generation բառից ենք վերցրել, մենք նստել մտածում ենք թե ինչ պետք է անենք, որ իսկապես inspirational լինի։ Կենտրոնական բանկի համար inspiration-ը մեր արժեքների մի մասն է, որպեսզի մենք կարողանանք առաջ գնալ։ Եվ իմ գործընկերը նորից ասեց կիբերամտանգությունը դա նաև պետք է ֆան լինի, խոսեց bug bounty եւ հակատոնների մասին։ Անցած տարի մենք փորձ ունեցանք Հայաստանում կազմակերպել հակատոն, որին շատ երկար խնդրելով բոլոր տարբեր հնարավոր պոտենցիալ մասնակիցներ ունենալու համար ունեցանք ընդամենը 2-3 մասնակից։ Այս տարի արդեն 2 բանկ, 2 խոշոր բանկ, 2 payment system ընկերություն եւ 2 պետական ընկերություններ պատրաստ են գալ հակատոնի, պատրաստ են որ երիտասարդները իրենց hack անեն
եւ պատրաստ են դրա համար նույնիսկ վճարել այդ երիտասարդներին։ Սա կարծում Դա եմ շատ ճիշտ թանկ գիտելիք ուղղությունն է, է։ այո։ Այո, բոլորիդ հրավիրում եմ 16-18 հունիսի Կենտրոնական բանկի Դիլիջանի գիտահետազոտական կենտրոն, որտեղ կմասնակցեք եւ կտեսնեք, թե ինչպես է իրականում զարգանում կիբերանվտանգությունը մեր երկրի երիտասարդների աչքերում։ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան։ Mr. Stranierov, are there any recommendation for upcoming 1 or 2 years based on your experience? What should we do as a country, as a state? Yes, well, quickly, very quickly. I think Armenia has taken the right path to become well protected and well aware about cybersecurity. There is a lot to do, but you have done all the necessary steps to move forward. So on our side, what should we say? I hope that I will commit to visit Armenia more often because I like the country, and I would be You're always contributing to spread the security concept more and more on what we are doing in these 2 days. So I look forward in the next 1-2 years. There is much more awareness and confidence about And cyber more attacks. MICE events like this, Yeah, right? exactly. Yeah, thank you. Mr. Kessley? So it's always intimidating when someone says what's going to happen in 1 or 2 years in cyber, because it changes every month. So what would I advise Armenia to think about over the next 2 years? I think 2 things. The first is that waiting for a really defined, regulated strategy is a good idea, but sometimes actually driving towards change is something you can do now. There's tons of collateral out in the open source which you can learn, you can borrow and use to generate your own kind of rules and innovation. So I think waiting for the plan to be 100% is probably is not the right approach. Maybe having a great strategy or a good enough strategy and driving towards that is the approach. The second point I think is worth making is that in the UK, for a long time, we were worried about if the attack was going to happen. So, we started to build our defenses to really stop that attack at the end point. Today, actually, we are more concerned about cyber resilience. We think about when the attack is going to happen because we understand that in the reality, it is going to occur. And I think that's a mind shift of going from like, oh, it's going to be okay if we're attacked. No. You need to approach the situation as when I am attacked, I have these controls. I have the phone number of someone to call that has an answer. So I guess those 2 things. Don't wait for the perfect plan. Start to integrate change and drive cybersecurity in Armenia today. And second, think about when the attack happens and start to build your controls and your resilience around that kind of narrative. So, yeah. Thank you so much. Thank you. Thank you to all the panelists, honorable guests, and Your Excellency for accepting this invitation and taking part on this panel. Ուզում եմ ասել, որ ամփոփելով այսօրվա քննարկումը, որպես մեդիա ոլորտի մասնագետ, ես միշտ համարել եմ եւ համարում եմ եւ համարելու եմ, որ հիբրիդային պատերազմները, որի մաս է կազմում կիբերանվտանգությունը եւ կիբերհարձակումները, միմիայն հնարավորությունների դաշտ են։ Այսինքն անցնելով այդ հորձանուտի միջով մենք հասկանում ենք որոնք են մեր բացերը, որտեղ են մեզ թիրախավորում, որտեղ մենք ունենք ամրակայելու խնդիր դիմակայությունը բարձրացնելու համար։ Այնպես որ եկեք վերաբերվենք կիբերանվտանգությանը որպես գործիք եւ հնարավորություն մեր թույլ կողմերը գույքագրելու եւ ծածկելու համար։ Շնորհակալություն լսարանին եւ հարգարժան հյուրերին այս քննարկման համար։